Բարի լույս։ Սիրելիներ, այսօր եկեղեցին հիշատակում է բոլոր սրբերին, հին եւ նոր, հայտնի եւ անհայտ։ Եվ այս բոլոր սրբերի վարքը մեզ հայտնի չէ իհարկե։ Եվ մեկ հիմնական կետ կա այս տոնի գաղափարի շուրջ, որ մենք ճանաչում ենք իրենց խոստովանությամբ։ Այն պատրաստակամությամբ, որով իրենք պատրաստ են եղել նահատակվելու, զոհվելու, որով իրենք ցույց են տվել իրենց հավատարմությունը մեր Տեր Հիսուս Քրիստոսի նկատմամբ։ Այո, կան այդպիսի մարդիկ։ Ոչ թե եղել են, այլ այսօր էլ կան։ Այսօր էլ երբեմն լսում ենք, հետո իմանում ենք, որ մարդը մահացել է, նահատակվել է, որովհետև ինքը դավանել է Քրիստոսին։ Եվ դիմացինին հաճելի չի եղել դա, կամ դիմացինի համար ընդունելի չի եղել, եւ իրեն սպանել է։ Ուրեմն այսօր էլ կան մարդիկ, որոնք սրբանում են։ Մենք կարող է տեղյակ չենք, բայց այդ մարդկանց կյանքը, այդ մարդկանց վիճակը տանում է դրան։ Եվ այսօր եկեղեցին հիշատակում է բոլոր այդ տեսակ մարդկանց, որոնք տոնացույցում չկան, հիշատակելի սրբերի շարքում չկան, բայց սրբացել են Տիրոջ աչքի առաջ։ Մենք էլ այսօր կոչված ենք միշտ դավանելու եւ խոստովանելու Տիրոջը, որովհետեւ սա քրիստոնյայի առաջին գործն է՝ խոստովանել Տիրոջը։ Ոչ թե մեղքերը պատմելու խոստովանությունը նկատի ունեմ, այլ դավանական խոստովանություն։ Ադամն ու Եվան ստեղծվեցին դրախտում եւ իրենք ամեն օր դավանում էին Աստծուն, որովհետեւ տեսնում էին Տիրոջը իրենց աչքի առաջ եւ ընդունում էին Տիրոջ բացարձակությունը իրենց կյանքում։ Մեր Տեր Հիսուս Քրիստոս Ղուկասի ավետարանի 12-րդ գլխում այդ միտքն է արտահայտում։ Ասում եմ ձեզ, ով մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու որդին էլ նույնը կանի նրանց վերջին դատաստանին Աստծո հրեշտակների առաջ։ Իսկ ով մարդկանց առաջ ինձ ուրանա, վերջին դատաստանին Աստծո հրեշտակների առաջ պիտի ուրացվի։ Ուրեմն Տերը հստակ է դնում հարցը. ով դավանի, Աստծո առաջ նա պիտի տեղ ունենա։ Եվ ով չէ ուրանա, ուրեմն պիտի նաև մոռացվի Աստծո առաջ։ Սիրելիներս, Տիրոջը դավանել նշանակում է միշտ պահել Տիրոջ ներկայությունը սեփական կյանքի մեջ։ Տիրոջը դավանել նշանակում է, որ չգնալ այն շահույթի հետևից, որը մարմնական է։ Տիրոջը դավանել նշանակում է հավատարիմ մնալ այն պատվիրանին, որ Տերը տվել է մեզ։ Ահա այս կետերը, որպեսզի մենք պահենք, մենք պետք է միշտ կարողանանք Տիրոջ հետ շփվել, որովհետև երբ շփումը պարզ է, շփումը ներկա է մեր կյանքում Աստծո հետ, այդ շփման միջոցով մենք ավելի ամուր ենք դառնում, իսկ մեր դավանանքն ու խոստովանանքը Տիրոջ առաջ ավելի լավ է լինում։ Խուսափենք բոլոր տեսակ այն մեղքերից, որոնք մեզ հեռացնում են Տիրոջից։ Չուրանանք Տիրոջը, թեկուզ եւ ակամա, եւ կարողանանք պարզ ճակատով, ուր որ պետք է, միշտ կանգնենք եւ ասենք՝ այո, մենք քրիստոնյաներ ենք եւ Տիրոջ հետևորդներ ենք։ Բարի եւ խաղաղ օր ձեզ բոլորիդ։ Աստված օրհնի ամենքիս։